Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության տալու մասին համաձայնագիրը, որ ներկայացվել է դատախազի կողմից։ Միջնորդագրում ըստ դրվագների մեզ են ներկայացում քրեական վարույթով պարզված ենթադրյալ հանցանքների դեպքերը, ինչպես նաև այդ հանցանքների կատարումը վկայող փաստերը։ Հիմա մեջբերում միջնորդագրից։ Այսպիսով, պարզվել է, որ Հովիկ Աղազարյանը, լինելով ազգային ժողովի պատգամավոր, օրենսդիր իշխանության ոլորտում իրականացնելով իշխանական լիազորություններ, այդ կերպ, հանդիսանալով պաշտոնատար անձ, անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն, որպեսզի օգտագործի այլ պաշտոնատար անձի նկատմամբ իր ենթադրյալ ազդեցությունը, ինչի արդյունքում տվյալ պաշտոնատար անձն իր հերթին ապօրինի վարձատրությունը տվողի օգտին կատարի ակնհայտ ապօրինի գործողություն։ Տեսեք, եզրահանգումը, որ ինքը անձամբ իր համար պահանջել է ապօրինի վարձատրություն եւ որպես սրա ապացույց ներկայացվում է հետեւյալը. նախ հղում է կատարվում երկու անձանց հեռախոսազրույցին, որում ինչ որ մի ուրիշ տեղ հեռախոսազրույցի, որում այդ մարդիկ, այդ անձինք խոսում են Հովիկ Աղազարյանին կաշառք առաջարկելու մասին, նրա կողմից ինչ որ ապօրինի գործողություններ իրականացնելու դիմաց, ուրիշ տեղ երկու անձինք։ Եվ որպես ապացույց, որ այո, այդ իրողությունը եղել է, ներկայացում է այդ երկու անձի եւ Հովիկ Աղազարյանի հեռախոսների միևնույն Ալեվահավաքի կայանի տարածքում տիրույթում լինելը եւ ընդամենը։ Այսինքն նույն տարածքում հեռախոսի գտնվելն արդեն հիմք է որևէ մեղադրանք ներկայացնելու համար։ Հաջորդը նորից մեջբերում։ Հատկանշական է, որ թեև Հովիկ Աղազարյանը հերքել է իր կողմից ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի հետ հիշյալ հարցի կապակցությամբ որևէ զրույց կամ պայմանավորվածություն ունենալու հանգամանքը, այնուամենայնիվ քրեական վարույթով ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Սևան քաղաքում տեղի ունեցած հանդիպումից հետո Հովիկ Աղազարյանը զանգահարել է նշված ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձին եւ ունեցել 1 րոպե 57 վայրկյան տևողությամբ հեռախոսազրույց։ Ավելին, հիշյալ պաշտոնատար անձի հետ հեռախոսազրույցները Հովիկ Աղազարյանն ունեցել է օգոստոսի 9-ին, նաեւ 23 թվականի, ինչը վկայում է Հովիկ Աղազարյանի կողմից տրված ցուցմունքների ոչ արժանահավատ լինելու մասին։ Շատ հետաքրքիր եզրահանգում է։ Հնարավոր չի ԿՊ պատգամավորներ, որ այդ մարդու այդ խոսակցությունները բոլորովին այլ թեմաներով լինեն։ Եղել է խոսակցություն, բայց հնարավոր է, չէ, այլ թեմաներով։ Իսկ ժամանակային համընկնում իրականում կարող է լինել պատահական։ Հենց այդ պահին այդ խոսակցությունից հետո Հովիկ Աղազարյանը հիշեց, որ այդ մարդուն ինչ որ բան ուներ ասելու, ասենք թե։ Ես փաստաբանը չեմ նրա, բայց պարզապես տրամաբանորեն հարցեր եմ տալիս։ Հաջորդը հակակոռուպցիոն դատարանը, լսեք շատ կարևոր բան է, հակակոռուպցիոն դատարանը դեռևս 23 թվականի մայիսի 24-ին որոշում էր կայացրել Սլավիկ Կարապետյանի նկատմամբ իրականացնել թվային, այդ թվում հեռախոսային հաղորդակցության վերահսկում եւ ներքին դիտում գաղտնի քննչական գործողություններ կատարելու համար։ Դեռ 23 թվականի մայիսին, իսկ այս ամեն ինչը սկսվել է օգոստոսի 8-ից։ Հիմա ինձ մոտ կարող է, չէ, ողջամիտ կասկած առաջանալ, որ այդ մարդու հեռախոսը լսելու որոշումը կա եւ այդ մարդուն ինչ որ բանի գործի դիմաց ինչ որ առաջարկ է արվել, որ արի դու քո հեռախոսով այսպիսի խոսակցություն ունեցիր եւ մենք սա կցենք գործին։ Ողջամիտ կասկած է եւ որովհետեւ ժամանակային առումով դրանք լրիվ հնարավոր տարբերակներ են։ Մայիսի 24 եւ օգոստոսի 8-ը հնարավոր էր նման բան կազմակերպել։ Հիմա ԿՊ պատգամավորներ նման բաներ որոշում կազմակերպելը ով ուզենա, ում նկատմամբ ուզենա, որ չկազմակերպի ու չստացվի։ Միշտ հաստատ կգտնվեն մարդիկ, ովքեր իրար հետ ձեր մասին կխոսեն եւ այդ նույն ալեհավակ կայանի տիրույթում բերելը ձեզ եւ նրանց խաղ ու պար կլինի ընդամենը հեշտ կազմակերպվող։ Երկրորդ վարույթում ներկայացված գործն ավելի ակնհայտ կարված գործ է, որպես մեղադրանքի հիմնավորում ներկայացվում է մի տեսաձայնագրության վկայություն,
մի մարդու, ով 5 տարի կալանավորված է եղել խարդախության համար, ով երկրորդ անգամ մեղադրվում է նոր խարդախության գործի շրջանակներում ու ով չգիտես ինչու այդ պարագայում հնարավորություն է ունեցել լքելու երկիրը եւ վկայություն տալ տեսաձայնագրությամբ։ Այս ամենը ձեր մոտ ողջամիտ կասկած չի առաջացնում, որ ամեն ինչ լավ կարված կազմակերպված գործ է։ Հիմա Հարությանը եւ նաեւ ձեզ ԿՊ պատգամավորներ։ Այսօր մեզ է ներկայացվում դասական մի օրինակ, թե ինչպես են կարվում գործերը։ Եթե որևէ մեկն արդեն թիրախում է իր հայացքների կոնկրետ անձանց հրահանգները չկատարելու եւ նման այլ դեպքերում։ ԿՊ պատգամավորներ, ընդդիմադիրներն ամեն օր անցնում են նման գործերով եւ երբ մենք ասում ենք, որ կարված գործերը հերթով փլուզվում են, հենց սա-ին նկատի ունենք։ Որովհետև այդ բոլոր գործերի հիմքում սարքած իրավիճակներ են ապացուցողական հիմքի աղքատությամբ կամ ընդհանրապես բացակայությամբ։ Հիմա հերթը հասել է ձեզ։ Եթե մինչև հիմա ձեր նկատմամբ հավաքագրած կոմպրոմատները բանավոր կերպով ձեր դիմաց սեղանին դնելն էր, դրանցով ձեզ վախեցնելը հիմա կիրառվում է կոնկրետ գործ կարելու մեխանիզմը։ Հովիկ Աղազարյանի հեռախոսային հաղորդակցությունների բովանդակությունը նրա դեմ օգտագործելը, դրա մասին հարազատներին տեղեկացնելու սպառնալիքը, ձեզ բոլորիդ ու հանրությանը ներկայացնելը եւ անբարոյական է եւ սպառնալիք պաշտոնատար անձի նկատմամբ։ Տիկին դատախազ, այդպես էլ չպատասխանեցի հեռոսային հաղորդակցության բովանդակությունը հայտնվում ուրիշ մարդկանց ձեռքին, հատկապես ՆՓ-ի։ Չպատասխանեցիք, թե նախաքննական գաղտնիքի խախտման հարցում վարույթ բացվել է, թե ոչ, ինչու չի բացվել, ում ուղղակի միջամտությամբ, դրանում ինչ մասնակցություն ունի ՆՓ-ն, հատկապես որ նա այդ մասին հենց այստեղ այս ամբիոնից խոսել է։ ԿՊ պատգամավորներ, բոլորիդ նման իրավիճակ է սպասվում։ Մեկի դեպքում հենց ձեզ գործի մեջ կքաշեն, մյուսի դեպքում գործ կկարեն, երրորդի դեպքում հարազատների ընտանիքի անդամներին կգցեն նման իրավիճակների մեջ։ Իսկ ինչու՞։ Որովհետև դուք լուռ ու հնազանդ կատարում եք այդ մեկ անձի բոլոր ցանկություններն ու հրահանգները, ընդհուպ մինչև Թուրքին մեր հայրենիքը կտոր հանձնելու ամեն ազգայինից հրաժարումը։ Այսօր դուք ունեք շանս անելու քայլ եւ մերժելու այդ անձին ՆՓ-ին, նրա հիվանդագին ցանկությունները չկատարելու։ Քայլ արեք, մերժեք Նիկոլին, հենց այսօր եւ միասին, ու կհասկանաք, որ ավելի ճիշտ կսկսեք ապրել։ Արեք այդ քայլը, հակառակ պարագայում հանրության մեջ ողջամիտ կասկած կարող է առաջանալ, որ բոլորդ էլ ինչ որ նմանատիպ գործերի մեջ թաթախված եք եւ այլևս դուրս գալ տարբերակ չունեք։ Բայց հիշեք, որ ՆՓ-ն վաղ թե ուշ գնալու է, փախչելու է երկրից, իսկ դուք մնալու եք եւ ապրելու եք այս երկրում, այս հանրության մեջ եւ ձեր նկատմամբ նման ողջամիտ կասկածներով։ Դուք այսօր շանս ունեք երկիրը Նիկոլից ու նիկոլիզմից փրկելու ձեր առաջին քայլն անել։ Միևնույն է, ամեն մեկիդ պատասխան տալու ժամանակը ձեր չափով ու ձեր ժամանակին գալու է, համոզված եղեք։ Տիկին Գյուրեղյան, ամեն ինչ որ ասում եք, ձեր տեսակետն է, որ այդ վեճ չեմ կարող ունենալ, բայց այնուամենայնիվ կարծում եմ ճիշտ չի անվան առաջի տարերը հնչեցնելով խոսել երկրի ղեկավարի կամ որևիցե գործընկերոջ մասին։ Հիմա ես ձեզ ներկայացնելուց ասեմ ԱԿ-ն է ելույթ ունենալու, ԱԿ-ն իր ելույթը ավարտեց։ Դե ուրեմն ԱԿ-ն իր ելույթը ավարտեց։ Հիմա ես չէ, բայց ասենք չէ, մի բան պետք է լինի, էլի կոռեկտությունը։ Հիմա իրար սկսենք առաջի տարերով ասել, հա։ Բաբկեն Թունյան